Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջին լրատվականի տաղավարում ուղիղ եթերում կզրուցենք Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։ Բարի երեկո, պարոն Մարուքյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո։ Պարոն Մարուքյան, առաջին հարցս, այս 5-օրյա կարճատև պատերազմից հետո ինչ կարևոր արձանագրումներ կարող ենք անել։ Գիտեք, բազմաթիվ կարևոր արձանագրումներ ունենք անելու, վերլուծություններ ունենք անելու, թե ինչու եղավ, ինչպես եղավ եւ ինչ խնդիրներ ջրի երես դուրս եկան, հա, տեղի ունեցածի հետ կապված, թե ներքին, թե արտաքին առումներով։ Եթե ավելի կոնկրետ ասեք, շատ է խոսվում, հա, քննադատվում մասնավորապես արտաքին քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին գործերի գերատեսչության աշխատանքը, նաև այս օրերին քննադատության ենթարկվեց արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքը, առողջապահության աշխատանքի վերաբերյալ նաև քննադատություններ հնչեցին։ Ինչ պետք է արվի այս առումով, ինչ ուղումներ պետք է անենք, ինչ դասեր պետք է քաղենք։ Նախ արտաքին հարաբերությունների հետ կապված պետք է ասեմ, որ Հայաստանի դիվանագիտությունը ընդհանրապես նախաձեռնողական չէ եւ ռեակտիվ է, այսինքն մենք միշտ սպասել ենք, որ ինչ-որ մի բան նախաձեռնեն մեր դեմ եւ մենք դրան պատասխանենք։ Եվ այս առումով մենք երբևէ Ադրբեջանի դեմ որևէ գործողություն ինքներս մեր նախաձեռնությամբ չենք սկսել։ Ամենայն դեպս ես չեմ հիշում, որ ինչ-որ մի դեպք մենք օգտագործած լինենք այդ երկրի դեմ։ Այո, միշտ հակադարձողի դերում ենք եւ հակադարձումներն էլ ըստ էության, եթե դու ռեակտիվ ես, դա ուշացած արձագանք է միշտ։ Մյուս կողմից նաեւ պետք է ասեմ, որ Հայաստանի Եվրասիական միության անդամակցությունը, ինչը որ ժամանակին մենք ասում էինք, Հայաստանը բավականաչափ մեկուսացրեց, որից հետո նաև Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հետ կապված խնդիրների ժամանակ նույնպես գումարվեց այդ մեկուսացմանը եւ այս օրերին մենք դրա պտուղները քաղում ենք, որովհետեւ ըստ էության միջազգային արձագանքը, գոնե արևմտյան երկրների արձագանքը շատ թույլ է, շատ пассив է, շատ հավասարության նշան դնող արձագանք է, անատամ հայտարարություններ են եւ որևէ կերպ չեն դատապարտում, հա, Ադրբեջանի գործողությունները։ Եթե դատապարտում են շատ թույլ, շատ նուրբ, հա, որևէ կերպ ինչ որ հստակ թիրախային հայտարարություններ դեռևս չեն եղել։ Ինչ անում է ռազմավարական մեր գործընկերոջ Ռուսաստանի Դաշնությանը եւ ԵԱՏՄ շրջանակներում եղած մեր մյուս գործընկերներին, ապա առանձին կարծում եմ քննարկման առարկա են։ Օրինակ, եթե առանձին քննարկենք Ռուսաստանի Դաշնության դերը, ապա պետք է ասենք, որ առաջին 3-4 օրերին, 3 օրերին գոնե, արձագանքները էլի շատ թույլ էին, էլի երկու կողմերին ուղված եւ մեծ հաշվով ռազմավարական գործընկերային չէր պահված։ Կոչեր էին ուղակի հանդարտվելու։ Ինչ վերաբերում է զենքի վաճառքի բանի հետ կապված, ինչը այս օրերին շատ լուրջ քննարկվում է, տեսեք մենք ժամանակին անընդհատ բարձրաձայնել ենք այս խնդիրը, որ ռազմավարական գործընկեր պետությունը չի կարող իր ռազմավարական գործընկերոջ թշնամի երկրին զենք վաճառի եւ լավագույն օրինակը կարծում եմ Իսրայել Միացյալ Նահանգների օրինակն է, որը որ հստակ է, հա, այսինքն Միացյալ Նահանգները երբևէ զենք չի վաճառում Իսրայելի թշնամի երկրներին։ Այս առումով տեսեք, եթե նայենք մեր քաղաքական անցուդարձը անցած տարիների, երբ որ այդ հարցը բարձրացվել է, թե ԱԳՆ-ն, թե քաղաքական գործիչները միշտ նշել են, որ գիտեք, դա բիզնես է, դե հիմա իրանց շահերից է բխում, վաճառում են եւ այլն։ Այս անգամ արդարացումներ են եղել, արդարացվել են։ Եվ ասել, որ եթե իրենցից չառնեին, կառնեին ուրիշից, բան դա արդարացում չի, որովհետեւ Աստվածաշնչում էլ է ասում, հա, ասում է գայթակղություն լինելու է, բայց վայ նրան ում կողմից կլինի։ Հիմա զենք վաճառվել է, ինչ որ մեկը պետք է վաճառեր, տվյալ պարագայում վաճառել է մեր ռազմավարական գործընկերը։ Հիմա ինչ պետք է ասենք, ոչինչ դե կարող է ուրիշը վաճառել։ Իսկ պարոն Մարուքյան, հենց այս թեմայով Գերմանիայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեզ համար ցավոտ է, երբ որ մեզ վրա կրակում են մեր ռազմական գործընկերոջ վաճառած զենքով եւ մենք բայց իրավիճակ չենք կարող փոխել ըստ Սերժ Սարգսյանի։ Այսինքն մենք կարող ենք փոխել իրավիճակ։ Իրավիճակ կարող ենք փոխել այնքանով, որ հիմա ես նախաձեռնել եմ նաև նամակներով եմ դիմել, հայտարարությունով, կոչով եւ նաև մի շարք գործընկերներ միանում են արդեն դրան, որ Ռուսաստանի Դաշնությունը, նաև Իսրայելին է սա ուղղված, Իսրայելի պետությանը, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իսրայելի պետությունը դադարեցնեն իրենց ռազմական համագործակցության պայմանագրերը Ադրբեջանի հետ։ Եվ հիմնավորում ենք, որ Ադրբեջանը այսօրին թույլ է տվել պատերազմական հանցագործություններ
եւ այս պատերազմական հանցագործություններին մեղսակից են դառնում նաեւ այն երկրները, որոնք որ նրանց աջակցել, զենք են տվել եւ նաեւ սպասարկում են այդ զենքերը, հա, որովհետեւ տվյալներ կա, որ այդ անօթաչու կամիկաձե կոչվող սարքերը նաեւ ղեկավարվել են իսրայելական մասնագետների կողմից, այսինքն հստակ մասնակցություն կա եւ այս առումով շատ կարեւոր է, որ մենք այդ խնդիրը բարձրացնենք, պարզ է, որ այդ որոշում կայացնողը մենք չենք, այսինքն մենք ազդեցություն չունենք որոշում կայացնելու վրա, բայց մենք կարող ենք ճնշում գործադրել, մենք կարող ենք դիվանագիտական մեր կանալներով ճնշումներ գործադրել քաղաքական տարբեր հարթակներում եւ ասել, որ տեսեք, եղել են ըստ էության պատերազմական հանցագործություններ, հատկանիշները բոլորը կան, փաստաթղթավորվում են, տվյալները կան, ապացույցները կան եւ որևէ մեկը չի կարող խուսափել սրանից, հա։ Եվ գոնե հիմա դադարեցվեն այդ պայմանագրերը եւ նաեւ վաճառված զենքերի սպասարկումը, որը որ այս օրերին կա, հա, այսինքն միայն զենքի վաճառքը չէ, զենքը վաճառելուց հետո նաեւ սպասարկում են այդ զենքերը, հա, տանկը խափանվեց, վերանորոգում են, չգիտեմ, թռչող սարքը ինչ որ մի բան եղավ, աջակցում են, այսինքն գոնե դա այդ համագործակցությունը պետք է դադարեցվի։ Պետք է մենք հստակ ձևակերպված պահանջ ունենանք եւ պայքարենք, որ դա դադարեցվի։ Շատ լավ է, որ ասում են, որ ցավ ենք ապրում եւ դա մեզ համար ըստ էության ցավալի է, որ մեր զինվորը հասկանում է, որ մեր ռազմավարական գործընկերոջ վաճառած զենքով են վաճառում։ Եվ հենց այդ է պատճառը, որ նույն Իսրայելին կամ մյուս երկրներին, ովքեր էլի զենք են վաճառում, մեր պահանջները այդքան խիստ չեն, որովհետև մենք նրանցից պահանջելու բան չունենք։ Մենք չունենք ռազմավարական գործընկերային հարաբերություններ։ Մենք պետք է հասկանանք, կամ գործընկեր ենք ռազմավարական, կամ գործընկեր չենք։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Պարոն Մանուկյան, այս 5 պատերազմական օրերից հետո հրադադարի ռեժիմ հաստատվեց, սակայն չնայած դեռ սահմանում կրակոցները շարունակվում են, դրանից հետո անգամ զոհեր ունեցանք ու խոսում է այն մասին, որ Մոսկվան, պաշտոնական Մոսկվան փաստորեն միջնորդեց, Մոսկվայում հանդիպումը երկու երկրների շտաբի պետերի արդյոք վերջնական տալիս է այդ հարցի պատասխանը, որ Մոսկվան է միջնորդել։ Նախ ես կարծում եմ, որ սա հիմա քարոզչական հնարք է զուտ այդ զենքի հետ կապված այս մամուլում եւ սոցիալական ցանցերում քննարկումների դեմն առնելու համար, հա, ասել, որ դե տեսեք գոնե զինադադարը մենք աջակցեցինք, որ զինադադար լինի, միգուցե Մոսկվան աջակցել է, որ հայկական ուժերը առաջ չգնան, այսինքն խնդրել է, որ մենք կանգ առնենք, հա, ինչ որտեղ եւ չգնանք առաջ։ Սա այլ հարց է, բայց ասել, որ հրադադարը Մոսկվան է պարտադրել, ես համամիտ չեմ, դա քարոզչական հնարք է։ Հրադադարը եւ այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, պարտադրվել է հայկական բանակի կողմից, պարտադրվել է հայկական զինուժի կողմից եւ մենք մի մարմին կա, որին պետք է մեծարենք դրա համար եւ ասենք շնորհակալություն, դա հայկական զինված ուժերն են։ Պարոն Մանուկյան, վերադառնալով գերատեսչությունների աշխատանքներին այս օրերին, ամեն դեպքում ամենաբարձր մակարդակի վրա կարծես թե մնաց պաշտպանության նախարարությունը ու ծածկեց, այսպես ասած, թե արտաքին գործերի նախարարության աշխատանքը, թե արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մի Սփյուռքի նախարարություն ունենք եւ այս օրերին թե կամավորները տեղից անգամ Սփյուռքից մեր հայրենակիցները եկան, գնացին Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու սահմանները, Սփյուռքի նախարարության գործունեությունն ինչպես է գնահատում։ Գործեց այս օրերին չեմ հասել անգամ հետևել այդ մասով լրահոսին, չգիտեմ թե ինչ գործառույթ է իրականացրել, միգուցե կամավորների հետ կապված ինչ որ կապեր են պահպանել, բայց ըստ էության որքանով որ ես գիտեմ, Սփյուռքից եկող մեր կամավորները միանգամից ուղղակի միացել են եղած կամավորական ջոկատներին, հա, ասենք երկրապահներին կամ մյուս ջոկատներին, որոնք որ եղել են կամարակ ուղղակի գնացել համակարգող շտաբը պաշտպանության նախարարության, ճիշտ ասած ես չգիտեմ թե Սփյուռքի նախարարությունը ինչ գործողություններ է իրականացրել, չեմ կարող գնահատական տալ։ Շատ լավ, պարոն Մանուկյան, իսկ ներքաղաքական կյանքում ըստ ձեզ ինչ փոփոխություններ, ինչ առաջնահերթություններ կարող են այս ամենից հետո։ Գիտեք, ներքաղաքական կյանքում բազմաթիվ հարցեր են առաջացել ու դեռ առաջանալու են, եւ այս հարցերին պետք է պատասխաններ տրվեն, բնականաբար դրանք իրենց քաղաքական հետևանքները ունենալու են, ես կարծում եմ, որովհետեւ բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ հենց մեր զինված ուժերի սպառազինության հնարավորությունների գումարի սահմանափակ լինելու հետ կապված, տեսեք, մենք կենտրոնական բանկի շենք ենք սարքել, Դիլիջանում միլիարդավոր դրամներ ենք ծախսել, որ անիմաստ մի հատ շենք է այնտեղ, էլի կենտրոնական բանկի մեծ մասը էստեղ է գտնվում, եւ մեծ հաշվով այդ շենքը կարող է չլինել եւ որևէ բան չէր փոխվի մեր երկրում։ Բայց այդ շենքի վրա ծախսված գումարով կարող էր շատ
ինչ որ ներդրումներ արվել, հա, բանակի վրա։ Հիմա չեմ նպատակային ուզում օգտագործել։ մասնավորեցնեմ, հա, ասենք, չգիտեմ, դիրքերի վրա կարող է ծախսվել, դիրքերն արդիականացնելու համար տարբեր նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերելու վրա կարող է ծախսվել։ Դրան գումարած, ասենք, ֆինանսների նախարարության Ես ամենացայտուն օրինակներն եմ ասում, բայց բազմաթիվ են օրինակները, հա։ Ֆինանսների նախարարության, ասենք, ուսումնական կենտրոնը, որտեղ ասենք 43 միլիոն դրամ ծախսվում էր, չգիտեմ, 3 տեսակի սպասք գնելու համար, սիգարի կտրիչի, չգիտեմ ինչի համար, այսինքն այս խայտառակ ծախսերը, որոնք որ այս տարիներին արվել են, սրանք ուղղակի հստակ հիմա այսօր մենք տեսնում ենք, որ օրինակ Մուրացյանի հոսպիտալը, որ կարելի էր արդիականացնել, հիմա տեսնում ենք թե ինչ վիճակում է գտնվում այդ հոսպիտալը, մենք դրա փոխարեն, ասենք, բանում Դիլիջանում ուսումնական կենտրոն ենք կառուցել թենիսի կորտերով, լողավազաններով, չգիտեմ, սաունաներով, բաներով, այսինքն դա ինչի համար է, այսինքն չէին կարող ֆինանսների նախարարության կամ պետական եկամուտների կոմիտեի աշխատողները հանգիստ ինչ որ կառավարության լսարաններում վերապատրաստվել իրենց սեմինարներն անցնել, հա, պետք է ինչ որ կոտեջներում քնեին Դիլիջանում։ Ասենք դա բարձրակարգ հինգաստանի հյուրանոց է կառուցվել պետական բյուջեի հաշվին, պետական բյուջեի հաշվին։ Միջդեռ այդ գումարները ես ասենք բազմաթիվ տեղեր կար ու կարող եմ ասել թե որտեղ կարելի է ներդնել։ Հիմա դա չի արվել։ Այս հարցերը առաջացել են ու առաջանալու են ու բազմապատկվելու են ու շատանալու են։ Եվ դա դառնալու է քաղաքական լուրջ ճնշում եւ ուղղակի մեզ պետք է հրադադար սահմանի վրա եւ հետագայում դա ներքաղաքական process-ների վրա իրենց ազդեցությունը ունենալու են։ Պարոն Մանուկյան, խոսեցիք նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին բանակում։ Ես այս երկու օրը խոսեցի հա մասնագետների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի, ովքեր նշում էին, որ առաջարկություններով հանդես են եկել, դիմել են կառավարությանը, անգամ տարիներ շարունակ համագործակցել են պաշտպանության նախարարության հետ, հանդես են եկել առաջարկություններով, սակայն դրանք մերժվել են ու իրենք չէին կարողանում կոնկրետ պատճառաբանություններ բերել, թե ինչու են մերժվել։ Ըստ ձեզ մերժման պատճառները հենց այդ ֆինանսների անբավարարությունն է, թե այլ պատճառներ կան այլոց ներքին, հա, շահերից ելնելով։ Կոնկրետ նույն հարցը ես ժամանակին, հա, շատ ժամանակ առաջ Պաշտպանության հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարարին տվել եմ, նա ասել է, որ հանդիպել են այդ մասնագետների հետ, քննարկել են եւ ինչ որ համաձայնության չէին եկել։ Հիմա չեմ էլ հիշում թե ինչի համար, բայց ամեն դեպքում կարծում եմ մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժը բավարար մակարդակի վրա է, որ մենք կարողանանք ներդրումներ կատարել մեր բանակի ստանդարտներին համապատասխան։ Ես մասնագետ չեմ, այդ մասով չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ մենք այստեղ ունենք չօգտագործված ներուժ։ Այսինքն բանակի արդիականացման հետ կապված մենք ունենք չօգտագործված ներուժ, որ այսինքն չհասնել հա իսրայելական ինչ-որ բաներին, հələ Հայաստանի մակարդակում բազմաթիվ բաներ կարող ենք անել, մի ինչ-որ մասով գիտեմ, որ արվում է, բայց ելի կարող ենք անել, որտեղ պոտենցիալը կա եւ այդ պոտենցիալը գնալով մեծանում է, նոր հնարավորություններ է ստանում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Մանուկյան հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ մենք զրուցում էինք ազգային ժողովի անկախ падգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մանուկյանի հետ։